Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Միեդում հայ ռազմագերիների ներկայացուցիչ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։ Բարև ձեզ Տիկին Սահակյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Տիկին Սահակյան, օրերս Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից նամակով դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով դիտարկել թե անձամբ պաշտպանի եւ թե իր ընտանիքի անդամների Բաքու այցելելու հնարավորությունը, նաեւ նշել էր, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ էր աջակցություն հայտնել այս գործընթացին։ Անձամբ այս այցի կազմակերպումը որքանով է իրատեսական համարում այս փուլում եւ արդյոք եթե հայկական կողմից նման ցանկություն լինի, ապա ադրբեջանական կողմը դա պատրաստ է թույլ տալ։ Նախ նշեմ, որ Ռուբեն Վարդանյանի ուղերձը երկու հարցերի էր անդրադառնում, մեկը ընտանիքի այցելություն, որը երաշխավորված իրավունք է եւ առ այսօր այդ իրավունքից որևէ հայ չի կարողացել օգտվել Ադրբեջանում, եւ երկրորդը ՄԻՊ-ի այցելություն, ընդ որում այստեղ թե կարծես կար նաեւ տեղեկատվական հակասություն այն առումով, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը հստակեցրել էր հանդիպման ժամանակ, որ այս հարցը քննարկված է Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի հետ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը դա հրապարակային հերքեց եւ ես կարծում եմ այլ հավասար պայմաններում մենք պետք է արժանահավատ համարենք այն տեղեկատվությունը, որը տրվել է Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի կողմից։ Հիմա ես վերապահումներ ունեմ երկրորդ հարցի հետ կապված ՄԻՊ-ի այցելություն, քանի որ ինձ համար հստակ չէր նպատակը։ Եթե նպատակը ընդամենը երկկողմ այցելություններ, որի շրջանակներում լուսանկարներ էին արվելու եւ տարածվելու էին, իհարկե դա խոսեր հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր որակի մասին, սակայն դա որևէ կերպ աջակցություն չէր լինելու հայ ռազմագերիներին իրենց իրավունքների իրացման տեսանկյունից։ Եվ ՄԻՊ-ի այցելությունը կրելու էր ձևական բնույթ, այն չէր օգնելու, աջակցելու հայ ռազմագերիներին։ Մյուս կողմից ճիշտ եմ հասկանում, նաև գուցե որոշակի ճնշում է եղել դրա համար է Ռուբեն Վարդանյանի կողմից նման հայտարարություն եղել ՄԻՊ-ի մասով։ Մենք կարող ենք ասել, որ նախաձեռնության մասով ակտիվ է եղել ադրբեջանական ՄԻՊ-ը եւ այն, որ հանդիպում է եղել նման հարցեր քննարկվել են, հասկանալի է, որ տեղի է ունեցել հենց ՄԻՊ-ի ցանկությամբ, եթե այդ ցանկությունը բացակայեր, նման հանդիպում տեղի չէր ունենա, որքան էլ որ հայ ռազմագերիները, գերիները պահանջեն հանդիպումներ տարբեր պաշտոնյաների հետ, արդարություն եւ այլն, դա տեղի չի ունենում, քանի դեռ քաղաքականապես այդ մոտեցումը նպատակահարմար չի դիտարկում ադրբեջանական կողմը, այսինքն այստեղ մենք տեսնում ենք ակտիվ դերերում ադրբեջանական ՄԻՊ-ին, որի առնչությամբ ես ունեմ հստակ մոտեցում, որ վերջինս գործիք է ադրբեջանական խախտումները միջազգային հանրությունից թաքցնելու եւ օրինականացնելու հարցում ՄԻՊ-ն իր այցելություններով փորձում է իմիտացնել, թե Ադրբեջանում պահվող հայերը ունեն մեխանիզմներ, նրանց իրավունքների վիճակը ստուգված է, խախտումներ բացահայտված չեն, բողոքներ չկան եւ հայերը պահվում են իդեալական պայմաններում եւ այս աղճատված իրականությունն էլ ՄԻՊ խողովակով ներկայացվում է միջազգային հանրությանը Եվ լեգիտիմացվում։ Եվ իհարկե նրա միջոցով փորձ է արվում ամեն կերպ լեգիտիմացնել եւ ստացվում է, որ եթե Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը Ադրբեջան այցելելով չէր կարողանալու արձանագրել խնդիրներ, չէր կարողանալու դրանք հասցեագրել Ադրբեջանի իշխանություններին, ինչ լավ նպատակի կարող էր ծառայեցվել այս հանդիպումը եւ եթե նպատակները բարի էին, օրինակ ապացուցել աշխարհին, որ հայերը Ադրբեջանում վատ վերաբերմունքի չեն արժանանում, ապա պետք էր հրավեր ուղղել միջազգային ձևաչափով, որը կունենար հստակ մանդատ, անկախության երաշխիքներ, հնարավորություններ եւ այս առումով Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ է։ Ի տարբերություն շատ ՄԻՊ-երի, որոնք անդամ չեն, մեր ՄԻՊ-ը ընտրվել է եւ կարող էր օրինակ Ադրբեջանի ՄԻՊ-ը հրավիրել խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին, խնդրել անմիջականորեն ներգրավել կազմում Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ին եւ խոստանար, որ
ինչ արդյունք էլ որ կարձանագրվի, իր պետությունը համաձայնություն կտա զեկույցի հրապարակայնացմանը։ Այսինքն խնդիրը քարոզչական մակարդակում է դրված առավել շատ։ Իրավացի եք, իմ գնահատմամբ սա եղել է այդ մասով քարոզչական նպատակներով Ես նաև ակցիա։ հիշում եմ, որ ամիսներ առաջ երբ մեր քաղաքասարակության ներկայացուցիչներն էին Բաքու գնացել եւ նրանք ցանկություն էին հայտնել ռազմագերիներին ու մյուս պատանդներին տեսակցել, նրանց դա թույլ չէին տվել։ Եթե նպատակը բարի էր, գուցե այն ժամանակ էլ թույլ տային։ Այո, բայց նշեմ, որ կա երկրորդ հարցը, որը կարծում եմ հավասարապես գտնվում է նաև Հայաստանի իշխանությունների պատասխանատվության տիրույթում, դա այցելությունների իրավունքն է, քանի որ չկան ձևավորված դիվանագիտական հարաբերություններ, առանց պետական մակարդակով համաձայնությունների որևէ հայ ընտանիք չի կարող մուտք գործել Ադրբեջան եւ առանց անվտանգային խնդիրների իրացնել իր միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքները, այստեղ անհրաժեշտ է պետական աջակցություն եւ մենք դա տեսանք նաեւ քաղաքասարակության ներկայացուցիչների այցելության ժամանակ, այսինքն նախ բոլոր հարցերը քննարկվեցին պետական ներկայացուցիչների մակարդակով, համաձայնություններ կնքվեցին, անվտանգային հարցեր լուծվեցին, վիզաների հարցեր լուծվեցին, որից հետո միայն հնարավոր եղավ այս ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները, բայց եթե բանակցություններ չլինեին, քննարկումներ չլինեին եւ երաշխիքներ չտրամադրվեին, անգամ քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք ավելի պաշտպանված են, հնարավորություն չէին ունենա այս այցելությունը իրականացնելու։ Եվ նաեւ մենք տեսանք, որ այդ այցելությունները տեղի չունեցան ՄԻՊ ներգրավվածությամբ, այսինքն ՄԻՊ-ի մանդատը միայն բավարար չէ, որպիսի ընտանիքները կարողանան անվտանգապահով գնան եւ հետ վերադառնան իրենց։ Այո։ Այստեղ պահանջը բնականաբար օրինական է, իրավական է եւ հատկապես ներկա մեկուսացվածության պայմաններում կարևոր հոգեբանական աջակցություն է այնտեղ գտնվող ռազմագերիներին, այս մասով կարծում եմ խնդիրները պետք է հասցեագրվեն իրավասու պետական մարմիններին եւ ես ակնկալում եմ դուրս է այս հարցի լուծումը մեծ հաշվով, սա կարող ենք փաստել։ Այո, ինքնին ընտանիքների այցելությունների կազմակերպումը, այո, եթե այս հարցում մեր պետական մարմինները ցուցաբերեն անգործություն է եւ այստեղ կարող ենք առանձին հարցեր դնել, թե որքանով այս խնդիրների քննարկումը կտեղավորվի ՄԻՊ-ի մանդատի շրջանակում, բայց իմ գնահատմամբ ինքնին այս ընտանիքների այցելության կազմակերպիչի դերում չի կարող հանդես գալ բացառապես մարդու իրավունքների պաշտպանը։ Սա այդ հարցի մասով։ Եվ մենք նաև գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են Ռուբեն Վարդանյանին իր դատավճիռը տրամադրել, վերջերս անգամ Միեդն էր պարտավորեցրել Բաքվին, որ մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը դատավճիռները տրամադրվեն հայ պատանդներին։ Ձեր գնահատմամբ ինչու է ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվում դատավճիռները տրամադրելուց եւ ինչ ազդեցություն կունենա ՄԻՊ-ի պարտադրանքը այս դեպքում, քանի որ մենք գիտենք Ադրբեջանը հայտնի է այս Միեդի որոշումները չկատարելու մասով, հիշում ենք Լաչինի միջանցքի մասով հայտնի որոշումները, երկու որոշումը ընդ որում, որոնք երկուսն էլ գիտենք թե ինչ ճակատագրի արժանացան ցավոք սրտի իհարկե։ Նախ այո, ներկա աշխարհաքաղաքական իրադրության մեջ երբ պետությունը կարողանում է շահեր սպասարկել եւ այլ երկրների, հատկապես եվրոպական երկրների կախվածության մեջ պահել, նրանք ավելի համարձակ կերպով են ոտնձգում եվրոպական իրավակարգի դեմ, սակայն իմ գնահատմամբ ավելի լավ է ունենալ ակտեր, որոնք չկատարելով պետությունը ոտնձգում է միջազգային իրավունքի դեմ, քան ունենալ մի վիճակ, որ մենք չունենք արձանագրված ճշմարտությունը եւ չենք ցուցադրում միջազգային հանրությանը, որ իրավունքով հայերը կամ հայկականության առնչվող որոշ խնդիրներ պաշտպանված են։ Կարծում եմ անգամ չկատարման պարագայում մենք ավելի բարվոք դրության մեջ ենք, քան նմանաբնույթ իրավական ակտեր, դատական ակտեր չունենալն է։ Հետագայում էլ գուցե ինչ-որ իրավիճակներում հարմար աշխարհաքաղաքական դրանք իրենց նշանակությունը ունենան։ Այո, դրանք մշտապես գոյություն ունեն միջազգային իրավունքում եւ իրենք շարունակաբար թողնում են իրավաքաղաքական հետևանքներ, ազդեցություն, այդ ազդեցությունը ինչպիսի բեկումներ կբերի, մենք չենք կարող կանխատեսել, բայց դրանք մշտապես ազդեցություն պահպանող փաստաթղթեր են, իրավական փաստաթղթեր են եւ դրանց
նշանակությունը կարծում եմ պետք չէ նսեմացնել, անգամ եթե մենք վայրի արտաքին քաղաքական իրադրությունների մեջ են գտնվում։ Ադրբեջանը ինչու չի տրամադրում դատական ակտերը, կարծում եմ երկու պատճառով։ Մեկը նախ ցանկանում է հետաձգել միջազգային բողոքարկումը այս դատավճիռների, քանի դեռ չկան դատավճիռներ, հնարավոր չէ արդյունավետ կերպով բողոք ներկայացնել այդ դատավարությունների եւ դատական ակտերի դեմ, բայց երկրորդը իմ կարծիքով շատ օբյեկտիվ է։ Մենք այո ունենք մեղադրական դատավճիռներ, ունենք ծանրագույն պատժատեսակներ, սակայն հասկանալի է, որ մենք չունենք գրված դատական ակտեր։ Ելքը ի սկզբանե կանխորոշված է եղել քաղաքական դերակատարների կողմից եւ ոչ թե ելքը հասունացրել են դատավորները ապացույցներ գնահատելով, փաստեր ստուգելով, իրավական որակումներ տալով, այլ հակառակը պարտադրվել է ելք, որը հրապարակայնացվել է, եւ հիմա պետք է փաստերը, ապացույցները հարմարեցնեն այդ ելքին, եւ սա ժամանակ պահանջող process է, ընդ որում կարծում եմ որոշակի զգուշավորություններ պետք է ցուցաբերի Ադրբեջանը գնահատելով այդ դատական ակտերի միջազգային բողոքարկման հեռանկարը։ Նրանց այս ժամանակ անհրաժեշտ է դատական ակտեր գրելու, նախապատրաստելու նպատակով։ Այսինքն վճիռները առանց դրա են կայացվել փաստացի։ Այո, նախ ելքերն են կայացվել, նոր հիմա վճիռներում փորձում են հարմարեցնել այդ պատճառաբանությունները իրենց ցանկալի քաղաքական արդյունքին։ Իսկ մենք կարող ենք ինչ-որ կերպ այս իրավիճակից օգտվել Տիկին Սահակյան, հետագայում գոնե սա մեր օգտին ծառայեցնելու եւ մեր հայրենակիցների հնարավորինս արագ հայրենադարձմանը գոնե այս ճանապարհով նպաստելու համար։ Նախ այո, մենք ցուցադրեցինք միջազգային հանրությանը, որ այդ դատավճիռները չեն տրամադրվում, ինչը եւս իրավունքի խախտում է։ Մյուս կողմից, հենց նաեւ այս հանգամանքների վկայակոչման մենք կարողացանք հասնել նոր դատական միջանկյալ որոշման կայացման, Եվրոպական դատարանը նախ արձանագրեց հաշվետվություն տալու պարտականությունը, մի բան, որը փորձում էր Ադրբեջանը միջնորդությամբ վերացնել։ Մենք ունենք արդեն նոր վերջնաժամկետ առողջական վիճակի, պահման պայմանների եւ նաեւ իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, եւ այո, երրորդը Եվրոպական դատարանը ներգրավվածություն ունեցավ այս դատավճիռների տրամադրման հարցում, եւ մենք արձանագրեցինք մի իրականություն, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ թե արդյունավետորեն հարգում են այն իրավունքները, որը երաշխավորվեց է նաև իրենց ներպետական օրենսդրությամբ, այլ միայն դրան անդրադառնում են այն պարագայում, երբ միջազգային դատարանները, գործընկերները արձանագրում են այդ իրավունքի գործադրում ավելի ճիշտ կլինի ասել։ Բայց իմ գնահատմամբ հիմա Ադրբեջանը խթան ունի տրամադրելու այդ դատավճիռները, շատ բացահայտ խնդրահարույց իրավիճակ ստեղծի, եթե Եվրոպական դատարանին չտրամադրի այդ դատավճիռները, քանի որ հասկանալի է, որ հայ պատանները նույն այս դատարանում բողոքարկելու են ադրբեջանական ներպետական գործընթացները եւ բացական նախատրամադրվածություն կձևավորի նաեւ հետագա գործերի առնչությամբ, սա որևէ կերպ իրենց շահերից բխող իրավիճակ չէ եւ այս պայմաններում ընդհակառակը նրանք պետք է ավելի հետաքրքրված լինեն վաղ ժամանակահատվածում տրամադրեն հասցեատերերին, դատարանին տեղեկացնելով հետագայում, որ այս պարտականությունը կատարված է եւ դատավճիռները տրամադրված են հասցեատերերին։ Իսկ այս պահի դրությամբ տեղեկություններ ունեք, թե ինչ պայմաններում են պահվում մեր գերիներն ու պատանդները, օրինակ Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների մասով նրանց նվազագույն իրավունքները ապահովում են, քանի որ այսօր էլ նաեւ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ անգամ նրանց քրեակատարողական հիմնարկներն են փոխվել, եթե չեմ սխալվում, ավելի խիստ ռեժիմով կալանավայրեր են նրանք տեղափոխվել։ Տեղափոխումը, այո, համապատասխանում է իրականությանը եւ այստեղ կա նաեւ իրավական բացատրություն, նրանք պահվում էին ազգային անվտանգության ծառայության ենթակայության քննչական մեկուսարանում։
Այս պահին տեղափոխվել են արդարադատության նախարարության ենթակայության պատժի կրման վայր, որը հենց նախատեսված է դատական ակտով, դատավճիռներով, դատապարտված անձանց համար։ Իհարկե, այո, այս համալիրը հենց ծանր հանցագործությունների համար, դատապարտվածների համար է, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման դատապարտվածների, սակայն լավ նորություն այն է, որ մենք գործ ունենք նոր շահագործման հանձնված բանտային կոմպլեքսի հետ, եւ այստեղ ձևական առումով որոշակի շենքային եւ այլ պայմաններ համապատասխանեցվել են եվրոպական չափորոշիչներին, ի համեմատություն այլ վայրերի, որտեղ պահվել են հայերը, այստեղ շենքային ֆիզիկական պայմանները բարվոք են։ Սակայն միայն ֆիզիկական պայմաններով մենք չենք կարող չափել միջազգային պարտավորությունների գնահատումը, որտեղ կարող են իդեալական շենքային պայմաններում անձին խոշտակել, հոգեբանական բռնության ենթարկել, սնունդը թունավորել եւ անընդմեջ վատ վերաբերմունքի արժանացնել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից եւ այո կարող են անհամապատասխանող պայմաններում մարդասիրական վերաբերմունքի արժանացնել եւ ինչպիսի իրական պայմաններում են պահվում մեր գերիները, մենք չունենք ստուգելի տեղեկատվություն, անկախ տեղեկատվական աղբյուր չունենք, որպես այդպիսին ծառայել է Կարմիր խաչը, սակայն Կարմիր խաչը տեսակցություններ չի իրականացրել նշված հաստատությունում։ Դրա համար մենք կարող ենք որոշակի գնահատական ձևավորել այդ շենքային պայմանների վերաբերյալ, սակայն փաստացի դրության առնչությամբ չենք կարող հետևություններ անել, ստուգելի չէ։ Հիմա գամ մեկ այլ դիտանկյունից, որպեսզի պարզենք ինչպիսի վիճակում են պահվում մեր գերիները։ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն, որին ես հիշատակեցի, երկարատև բանակցություններից հետո 2025 թվականին այցելեց Ադրբեջան, ընդ որում այցելել է այն հաստատությունները, որտեղ պահվել են հայեր։ Այսինքն այցելության շրջանակում ներառնված են եղել մի քանի հիմնարկներ, այդ թվում այն երկու հաստատությունները, որտեղ պահվել են հայեր, զեկույցը պատրաստված է, զեկույցը տրամադրվել է Ադրբեջանի իշխանություններին եւ այս զեկույցները հրապարակվում են պետության համաձայնությամբ։ Հիմա Ադրբեջանը հրաժարվում է տալ համաձայնություն, հրապարակայնացնել խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցը։ Այսինքն այստեղ կարող ենք ենթադրել, այսինքն հիմնավոր կասկած ունենալ, որ խոշտանգումների մասին բավականին հավաստի տեղեկություններ կան։ Իհարկե, նշանակում է խոշտանգումների են բոլոր մտահոգությունները, որը բարձրաձայնում ենք մենք, էթնիկ հայերի առնչությամբ եւ նաեւ սակավաթիվ վտարանդի ադրբեջանցի իրավապաշտպանները ըստ էության հաստատվում են, քանի որ եթե այդտեղ օգտակար գնահատականներ լինեին պետության առնչությամբ, կարծում եմ մեծ ոգևորությամբ, ծափողջուններով դրանք հրապարակայնացնեն։ Եթե չեն հրապարակայնացնում, նշանակում է սեփական հանրությունից, մեր հանրությունից եւ ինչու ոչ միջազգային հանրությունից թաքցնում են իրական վիճակ։ Եվ մենք Հայաստան պետությունը գոնե խոշտանգումները թույլ չտալու մասով ինչ որ լծակներ, տարբերակներ ունի, թե այսպես ասած, այս մարդիկ հիմա թողնված են բախտի քմահաճույքին եւ Ալիևի բարեգթությանը։ Միակ մեխանիզմը, որը ավելի մեծ զսպողականություն է ապահովում, դա մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որի պաշտպանության միջոցների ներքո այս պահին գտնվում են Ադրբեջանում պահվող բոլոր հայերը, այսինքն դատարանը ունի հստակ պահանջ ապահովել կյանքի անձեռնմխելիությունը, ֆիզիկական անձեռնմխելիությունը եւ եթե կարծում եմ տենց անցանկալի արտակարգ զարգացումներ լինեն, սա աննախադեպ կլինի նաև միջազգային իրավունքի տեսանկյունից, դրա համար միջազգային դատարանների պաշտպանության ներքո գտնվելը ինչ որ ձևով կարծում եմ զսպաշապիկ է, սակայն այն չի կարող ամբողջովին բացառել խոշտանգումները, քանի որ մենք խոշտանգում բացահայտող մեխանիզմ չունենք եւ ակամա այդ հայեցողությունը եւ քմահաճույքը Ադրբեջանի իշխանությունների իրական է։
Անկամ հիշում եք դատական նիստերի ժամանակ են այս մարդիկ խոշտանգումներով ներկայանում, հիմա երբ այդ նիստերը չկան, միայն կարող ենք ենթադրել, թե ինչ է տեղի ունենում իրականում նրանց հետ։ Այո, եւ մենք կարողանում ենք վիճակի հստակ պատկերացում ունենալ հայրենադարձվածների վկայություններով, բժշկական ուսումնասիրությունները, որոնք կարող են նաեւ ավելի վաղ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկություններ պարունակել։ Օթկին Սահակյան, ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջան այցի շրջանակներում դուք լավատեսություն եք հայտնել, որ առաջիկայում այցից հետո հատկապես որոշ թվով գերիներ կհայրենադարձվեն։ Մենք տեսանք, որ Վենսը անգամ այս հարցը Բաքվում բարձրացրեց, բայց Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ արձագանքեց եւ ըստ էության բացառեց, որ այս անձինք համաներման կարժանանան, հատկապես Արցախի ղեկավարների մասով։ Այժմ ընտրությունների նախաշեմին ինչ ակնկալիքներ ունեք, կարող ենք ակնկալել, որ ինչ որ թվով մարդիկ կրկին ազատ կարձակվեն եւ եթե այո, դա ինչ փուլում կարող է տեղի ունենալ եւ ինչի դիմաց ամենակարևորը։ Նախ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն էլ հետևողական չեն, միասնական չեն, իրարամերժ են եւ դրանցով կանխատեսումներ անելը ուղղակի պետք չէ, դա ոնց որ լավ մտավարժանք չէ եւ ես որպես օրինակ բերեմ 2021 թվականի գարնանը երբ արդեն մենք ունեինք Խծաբերդի մեծաթիվ գերեվարումները, Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ ովքեր որ գերիներ էին, ռազմագերիներ են, մենք վերադարձրել ենք եւ Ադրբեջանում այլևս գերիներ չկան, կան միայն ահաբեկիչներ, որոնք վերադարձման ենթակա չեն, որում այդ ահաբեկիչների տակ նրանք նախ եւ առաջ նկատի ունեին Խծաբերդի զինծառայողներին։ Գերիներին համարում նրանց, ովքեր մինչև նոյեմբերի 9-ին էին ձերբակալվել, եթե չեմ սխալվում։ Այո, եւ համարում էին, որ այդ խումբը ապօրինի կերպով տեղակայվել է ադրբեջանական տարածքում, ուստի եւ զենք է կրել, ուստի նրանք ահաբեկիչներ էին, նույնիսկ զենք կրելու մեղադրանքներ են առաջադրվել եւ հաստատվել դատարաններում, ինչը ամբողջովին դեմ է միջազգային իրավունքին, որտեղ միջազգային իրավունքը արգելում է կոմբատանտին ենթարկել քրեական պատասխանատվության այն արարքների համար, ինչը ներհատուկ է նրանց կարգավիճակին, իսկ չի կարող լինել զինվորական առանց զենք կրելու իրավունքի եւ հնարավորության, հա։ Բայց մենք տեսանք, որ տարաբնույթ զարգացումներով պայմանավորված որպես ահաբեկիչներ պիտակավորվածները հայրենադարձվեցին եւ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը ամբողջ ծավալով չկանխորոշեց նրանց ճակատագիրը։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք տարբեր նպատակներով այդ թվում հանրային քարոզարշավի նպատակներով իրականացվող ձևակերպումներ են, տրվող ձևակերպումներ են։ Եվ քանի որ խնդիրը բարձրաձայնվել էր, ինչը ճնշում է, միջազգային ճնշում է եւ նաեւ խնդիրն է նկատելի դարձնում մյուս երկրների շրջանում, դրան հակազդելու համար իմ գնահատմամբ տեղի ունեցավ այդ արտահայտությունը, տրվեց այդ ձևակերպումը, սակայն նորից եմ նշում, մենք կաշկանդված չենք այդ ձևակերպումներով եւ եթե բանեցվի պատշաճ իրավական, քաղաքական եւ դիվանագիտական ճնշում, խնդիրը լուծելի է։ Իսկ այս փուլում ինչ ակնկալիքներ ունեք։ Այս փուլում կարծում եմ կան որոշակի ներքին եւ արտաքին քաղաքական բաղադրիչներ, որոնց համադրումը կարող է բարենպաստ հնարավորություններ ստեղծել եւ այո, երբ մենք համակցում ենք այդ թվում եվրոպական քաղաքական համաժողովի հյուրընկալումը, ինչու ոչ, ներքաղաքական որոշ զարգացումներ, ընդհանուր խաղաղության միտված խոստումները, սահմանադրության փոփոխման հեռանկարը, որը ենթադրում է մեծ հանրային աջակցություն, չեմ բացառում, որ ընթացող խոսակցությունների, քննարկումների համատեքստում հասունանա նաև որոշում ազատ արձակելու վերաբերյալ։ Այսինքն ես ունեմ դրական կանխատեսում եւ համարում եմ, որ մենք օրինակ առաջիկայում կարող ենք տեղաշարժեր ունենալ։ Օրինակ մինչև ընտրությունները սա կարող է տեղի ունենալ ըստ ձեզ։ Ես չէի բացառի անգամ մինչև ընտրությունները։ 21 թվականն էլ որտեղ ընտրությունների նախաշեմին ես հիշում եմ գերիների մի խումբ վերադարձավ, եթե չեմ սխալվում 15 հոգի։ Իհարկե ականապատված դաշտերի քարտեզների դիմաց, բայց այնուամենայնիվ։ Այո, մենք ունեցել ենք, բայց որ մենք կապենք ուղիղ
ուղիղ ընտրությունների հետ կարծում եմ նման կորելացիա չկա, օրինակ 22 թվականին էլ ենք ճիշտ է մենք արտահերթ 21-ին էր մեր արտահերթը, բայց այսինքն եթե նորից ուղիղ կապակցվածություն կարծում եմ այստեղ չկա, դա կարող է գործոններից մեկը լինել, բայց ամենադոմինանտ գործոն ես չէի համարի։ Իսկ գերիների որ խմբի մասով է, առավել ճիշտ կլինի ասել, որ անձանց մասով է ձեր լավատեսական սպասելիքները, որ կվերադառնան։ Հա, Ադրբեջանը որպես կանոն նախ վերադարձնում է խոցելիության բարձր աստիճան ունեցող խմբերին, օրինակ կանանց, տարեցների, առողջական խնդիրներ ունեցողներին, որից հետո ավելի նվազ կարևորություն ունեցող անձանց, օրինակ եթե անձը կամավորական հիմունքներով է, նրանք համարում են նվազ հանրային վտանգավորության անձ ի համեմատություն զինվորական կարիերա իրականացնողներին, որոշ անձինք օրինակ պատժվում են Արցախյան առաջին պատերազմում մասնակցելու եւ հաղթական զգացում ունենալու համար, որոշներին գիտեք մեղադրանքներ են ներկայացնում նաեւ ցեղասպանությունների հետ կապված, ինչը հստակ նրանց օրակարգի մաս է։ Ահաբեկչության ֆինանսավորում Ռուբեն Վարդանյանի մասով։ Եվ եթե ընդհանուր այս մեղադրանքների բնույթը գնահատում ենք, հասկանալի է, որ կարևոր արժեք դեռևս իրենց համար պահպանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ուստի նրանց խնդրին կանդրադառնան, երբ բոլոր մնացյալ այլ կարգավիճակ ունեցող հայերը հայրենադարձված կլինեն։ Ամենավերջին փուլում։ Այո, իսկ արդեն մյուս խմբի մեջ մենք ունենք 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ինքնապաշտպանությանը մասնակցած անձինք, որոնք դասական ռազմագերիներ են, եւ իհարկե ունենք 20 թվականից գերեվարվածներ, տարեցներ, որոնք կարծում եմ թիրախավորվել են հենց իրենց տարիքի եւ Արցախի առաջին պատերազմի մասնակցության համար։ Դրա համար իմ գնահատմամբ ազատ արձակումը լինելու է այդ 8-ից կամ 3-ից։ Հիմա եթե մեծ թվի շուրջ համաձայնության կա 2, այս 3 գումարած 8, մենք նաև ունենք իհարկե Կարեն Ավանեսյան, որը այլ դրվագներով է հայտնվել, Ստեփանակերտի հայտնի այո դեպքը, եւ կարծում եմ այո հայրենադարձման շրջանակում պետք է քննարկել նաև նրա հարցը, դրա համար սկզբում կարծում եմ 11-12 այս հայերի մասին կարող է խոսքը գնալ, որից հետո նոր ռազմաքաղաքական ղեկավարության։ Եվ ես ճիշտ եմ հասկանում, ինը նաև ռազմաքաղաքական ղեկավարության մասով էլ մենք պիտի Ալիևի հայտարարությունները ելակետ չընդունենք, որ նրանց ազատ արձակումը բացառել էր, նույնը կարող է այս դեպքում տեղի ունենալ։ Միանշանակ, դրանք փոփոխական արտահայտություններ են քաղաքական նպատակահարմարության եւ չպետք է որպես բացարձակ ճշմարտություն ընդունենք։ Եվ Տիկին Սահակյան, հիշում եմ ձեր հրապարակային խոսքում դուք պարբերաբար նշել եք, որ առնվազն 80 անձի դեպքում, որոնց ներկայությունը Ադրբեջանը չի հաստատում, գերեվարման փաստը տեսանյութերով ֆիքսված է եղել, հետագայում իհարկե հայտնի չէ թե այս մարդիկ ինչ ճակատագրի են արժանացել, այս մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ինչ որ աշխատանք կատարվում է կամ կարող է կատարել Հայաստանը, եթե իհարկե նրանք դեռ ողջ են։ Ցավոք այս խումբը շատ խոցելի վիճակում է գտնվում, որովհետև կա անորոշության մեծ աստիճան, որը տառապանք ծնող հանգամանք է եւ այս անորոշությունը մեղմելու, պարզելու որևէ գործուն մեխանիզմ գոյություն չունի։ Մենք չունենք դրական տեղաշարժ, այսինքն չունենք առնվազն 1 հաջողված դեպք, երբ այդ 80 անձանցից որևէ մեկի ողջ լինելը պետությունը կհաստատեր եւ որքան ժամանակ անցնում է, հավանականություններն էլ հաստատման նվազում են, այսինքն մենք բացական տենդենսով ենք ընթանում եւ մյուս կողմից չկա այս պահին մի մեխանիզմ, որը գործարկելով երկու կողմերը կկարողանան ճշմարտությունը հայտնել ընտանիքի անդամներին, ինչպես գիտեք, անհետ կորածների, բռնի անհետացածների հարցի առնչությամբ առնվազն նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կետ կար տեղեկությունների փոխանակման մասով։ Այո։ Եվ հիմա ինչ վիճակ է ստեղծվել։ Մի կողմից ունենք փաստաթուղթ, որը լռում է գերիների հարցի առնչությամբ, բայց այս փաստաթուղթը խոսում է անհետ կորածների վերաբերյալ, բայց այս փաստաթուղթն էլ
իրավական ուժ չունի, բայց այն առաջ է բերել դրական սպասումներ, որ ուժ ստանալուց հետո ունի մեխանիզմ, որի միջոցով խնդիրները լուծվելու են եւ արկախված է մնացել։ Ես գործուն որևէ քայլ որը կարող էր հանգեցնել գոնե մեկ անձի ճակատագրի բացահայտմանը չեմ տեսնում եւ մեր փրկողակը նման պայմաններում դարձել են միջազգային ատյանները, որոնք տեղեկատվություն են պահանջում Ադրբեջանի իշխանություններից, փաստաթղթեր են պահանջում եւ միգուցե դրանց ստացման ուսումնասիրությունների արդյունքում մենք կկարողանանք տիրապետել ավելի շատ տվյալների, քան ունենք ներկայումս։ Բռնի անհետացածների խնդրով մենք աշխատում ենք նաեւ միավորված ազգերի կազմակերպության բռնի կամ հարկադիր անհետացումների աշխատանքային խմբի հետ։ Նշեմ, որ վերջերս էինք տեղեկատվություն ստացել, պետության մոտեցումներում փոփոխություն չկա, նրանք հերքում եւ մերժում են իրենց առնչակցությունը բռնի անհետացման այդ դեպքերին, բայց կար մի հետաքրքիր զարգացում, երբ պետությունը հայտնում է, որ պատրաստակամ է ստանալ հարազատների նմուշները եւ համեմատել Ադրբեջանում գտնվող մասունքների տվյալների բազայի հետ եւ համընկնման պարագայում պատրաստակամ են մասունքը կամ դիերը հայտնաբերված փոխանցել հայկական կողմին, բայց սա էլ կարծես թե ծուղակ է, որովհետեւ եթե նույն արտաշիրումները կամ հետագա, չգիտեմ, ԴՆԹ հետազոտությունները չեն արվելու միջազգային կառույցների ներգրավվածությամբ, ինչպիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, ինչպես կարող են հայ զոհերը վստահել այդ ադրբեջանական գործընթացներին, երբ մենք մեր ձեռքի տակ ունենք հստակ տեսանյութեր, որը ստուգված է, անձը նույնականացված է, սակայն Ադրբեջանը նշում է, որ նշված անձանց մասին ոչ լսել է, ոչ տեսել է եւ ոչ էլ որևէ տեղեկատվություն կարող է հայտնել։ Եթե նրանք այս պահին էլ արդյունավետ քննություն չեն իրականացնում ճակատագրերը պարզելու ուղղությամբ, հասկանալի է, որ ինքնին այդ ԴՆԹ-ների գործընթացը արժանահավատ չի կարող լինել եւ այստեղ չեն կարող համագործակցային, մոտեցում ակնկալել։ Եվ նաև նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերեցին միջազգային ատյաններում ներկայացված հայցերից փոխադարձաբար հրաժարվելու մասին, որը մասնագիտական շրջանակներում լուրջ քննադատության արժանացավ, քանի որ նշվում էր, մենք բավականին մեծ թվով հայցեր ունեինք, որոնք շատ մոտ էին հաջողության հասնելուն։ Անձամբ ինչ դիրքորոշում ունեք այս հարցում, որքանով էր սա արդարացված եւ արդյոք գոնե սրա դիմաց հնարավոր չէր հասնել նրան, որ Ադրբեջանը մեր բոլոր ռազմագերիներին ու պատանդներին ազատ արձակեր, քանի որ գիտենք, թե այս հարցը իր համար ինչ կարևորություն ուներ։ Ադրբեջանը կարծում եմ ահաբեկված է, նույնիսկ վախեցած բառը չեմ օգտագործի, հենց ահաբեկված է իրավական գործընթացներից, քանի որ դա իր շրջած միակողմանի ուժի սպառնալիքով շրջած էջը հետ թերթելու մեծ հեռանկար է տալիս եւ այստեղ արդարություն է ամրագրվում իրավական ճանապարհով, որը հակադրվում է ադրբեջանական ուժով պարտադրված քաղաքական թեզերին, սա ամենավտանգավոր եւ անցանկալի զարգացումն է, որի մասին կարող են մտածել այդ երկրի իշխանությունները եւ նրանք պատրաստ են ամեն ինչի այդ նման զարգացումներ թույլ չտալու համար։ Այսինքն այս պահին խնդիրը փակելու միակ անհնարինությունը դա հենց իրավական ուղին է։ Եվ իրենք կարծում եմ կարողացան հասնել նրան, որ նման դրույթ ձևակերպվեր եւ կարծում եմ եթե այդ դրույթը չլիներ, նրանք որևէ փաստաթուղթի տակ ստորագրություն չէին դնի, կարծում եմ Ադրբեջանի կողմից չհամաձայնեցված դրույթներից մեկն էր, որը երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել։ Կարծում եմ դրույթը հենց միջպետական գանգատներից հրաժարվում են, ընդ որում որպիսի ցուցադրեն, որ դա պետք է տեղի ունենա, նրանք նաեւ մեկնարկեցին արհեստական հայցեր ներկայացնելու process, այսինքն կեղծ սպառնալիքներ ներկայացրեցին Հայաստանի դեմ եւ դրանով էլ փորձեցին մեծացնել իրենց բանակցային ուժը։
Ինձ համար անթույլատրելի է նման դրույթ ունենալը, որը դուրս է գալիս արդարության եւ իրավունքի դեմ, ավելին այն ցուցիչ է, որ չկա իրական խաղաղություն, որովհետեւ իրական խաղաղության ժամանակահատվածում պետությունները ոչ թե ուժի դիրքերից են խոսում եւ լուծումներ թելադրում, այլ գտնում են, փնտրում են եւ գտնում են տարաձայնությունների լուծման քաղաքակիրթ եղանակ, որը դա դատական իրավական մեխանիզմներն են եւ իրավական մեխանիզմների չօգտվելու այդ մշակույթն է, որը գեներացնում է ավելի մեծ տարաձայնություններ եւ հանգեցնում է կոնֆլիկտների զուգակցված ուժի գործադրմամբ։ Դրա համար կարծում եմ այդ թեզերը, որոնք առաջ են քաշվում, ամբողջովին մերժված են միջազգային իրավունքում եւ ներկա կոնֆլիկտների համատեքստում, օրինակ եթե մենք դիտարկում ենք ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, կտեսնեք, որ բազմաթիվ երկրներ դիմում են միջազգային քրեական դատարան, արդարադատության դատարան եւ պահանջում են արդարություն, քանի որ համարում են, որ արդարությունն է այն ճանապարհը, որը կարող է տանել դեպի խաղաղություն եւ առանց արդարության չի կարող լինել որևէ խաղաղություն։ Այսինքն խաղաղության նախապայմանը դա հենց արդարությունը։ Այստեղ հենց հակաթեզն է ընտրված, որ արդարությունը վտանգում է խաղաղությանը եւ պետք է հասնել խաղաղության առանց արդարության, ինչը հնարավոր չի։ Ամենաբարձր մակարդակով է թեզը տարածում։ Դա իրավունքում եւ միջազգային դիրքորոշումներում ակտիվ դերակատարների հերկված մերժված թեզ է, որտեվ փորձը ցույց է տվել, որ այն աշխատող չէ, դա ուղղակի երաշխավորված ձախողման է տանելու։ Բայց պետք է նշեմ, որ անգամ կողմերի հրաժարումը դեռևս չի նշանակում, որ միջազգային ատյանները թույլատրելու են այդ հրաժարումը, կողմերը կարող են քաղաքական պայմանավորվածության գալ, բայց չմոռանանք, որ մենք գտնվում ենք դատական գործընթացում եւ պետք է հասկանանք, թե ինչպիսին է լինելու դատարանի դիրքորոշումը։ Ես լավատես եմ, որ առնվազն մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդարադատության շահեր վկայակոչելով կմերժի պետությունների խնդրանքը հրաժարման եւ ինչու ոչ, ես նաեւ կողմնակից եմ, որ ադրբեջանական գործերը քննվեն եւ մենք տեստավորենք վերջի վերջո ինչ խնդիրներ են եղել հայ-ադրբեջանական հարաբերություններում, որը վերագրում է հանցագործություններ կամ անթույլատրելի արարքներ Հայաստանի իշխանությունների։ Այո, այսինքն մենք պետք է ստուգենք այդ թեզերը իրապես գոյություն ունեն, թե չունեն։ Եթե անկախ ատյանները հետազոտեն փաստերը, դրանք հաստատվելու են, թե հերկվելու են, որտեղ մենք էլ ընդունում ենք, որ սուբյեկտիվ ենք, որտեղ հայ լինելով ունենք թույլատրելի այդ կողմնակալությունը, բայց սա լավ հնարավորություն է, որպեսզի անկախ մարմինները երկու շահագրգիռ կողմերի թեզերը ստուգեն, գործ ունենան փաստերի ապացույցների հետ եւ վերջի վերջո լուսաբանեն նաեւ միջազգային հանրությանը, թե որտեղ է ընկած ճշմարտությունը։ Իսկ միեդին պրակտիկայում այդ նախադեպը եղել է, որ երկրների անգամ դիմումի դեպքում ինքը մերժել է եւ հայցերի քննությունը շարունակվել է։ Նշեմ, որ աննախադեպ է, երբ որ պետություններն են դիմել եւ հրաժարվել իրենց հայցերից, դրա համար միեդի արձագանքը չենք կարող չափել, բայց միեդը ունի նախադեպեր, որոնք կապված են անհատական գործերին։ Կան դեպքեր, երբ օրինակ խոշտանգումների զոհը դիմել է եւ նշել է, որ այլևս հետամուտ չէ իր գործի քննությանը, սակայն դատարանը մերժել է, նշելով, որ արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն։ Հիմա, եթե արդարադատության շահն է այն չափորոշիչը, որից ելնելով դատարանը պետք է որոշում կայացնի, միջպետական գործերում դա շատ ակնառու է, քանի որ պետությունները ոչ թե իրենց սուվերեն իրավունքների հարցերով են դիմում, այլ զոհերի, իսկ այստեղ զոհերը հստակ դիրքորոշում ունեն, որ միջպետական գործընթացները պետք է շարունակվեն եւ արդարությունը պետք է հասնի նաեւ հայ դուպերներին։ Համամարտկային նշանակություն ունի, նաեւ այս հանգամանքը գուցե նշանակություն ունենա։ Այո, եւ դրա համար մենք հույս ունենք, որ անկախ դատական ատյաններ այս քաղաքական սադրանքին չեն գնա եւ օբյեկտիվ չափանիշներ կիրառելով կփորձեն հենց ապահովել զոհերի իրավունքների պաշտպանությունը։ Եվ Տիկին Սահակյան, վերջին շրջանում նաեւ նկատում ենք, որ Ադրբեջանը շարունակում է համառորեն ոչնչացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, Ստեփան
Ստեփանակերտի Մայր տաճարը ոչնչացրեցին օրերս, Սուրբ Հակոբ եկեղեցին եւ այսպես շարունակ։ Եթե մենք թվում է թե խաղաղության ենք գնում, իհարկե դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ ցուցիչներ կան, որ այդ խաղաղությունը չկա, դժվար է դրա հետ չհամաձայնելը, բայց ամեն դեպքում ինչու է Ադրբեջանը հետևողականորեն մեր մշակութային ժառանգությունը ոչնչացնում եւ որքանով է այս իրավիճակում մեր այն քաղաքականությունը ճիշտ իշխանությունների, որ չեն դատապարտում ձեր նշած հանգամանքից ելնելով նույն արդարությունը առանց խաղաղության եւ այսպես շարունակ։ Կարծում եմ պատմության վերախմբագրման փուլում ենք գտնվում, հայկականության հետքերն են մաքրում, որպեսզի ինքնին էթնիկ, արցախահայերին պատկանող տարածքները հրամցվեն որպես ադրբեջանական տարածքներ եւ այստեղ այդ ինքնորոշման տարը նսեմացնեն եւ տարածքային կոմպոնենտը ուժեղացնեն, կարծում եմ պատճառներից մեկը դա է եւ երկրորդ շատ կարեւոր պատճառ, որ դրանով անհնարինություն են առաջ բերում հետ վերադարձի հետ վերադարձի իրավունքը շատ ուժեղ է պաշտպանվում միջազգայինորեն եւ այն անհերքելի իրավունք է, կարծում եմ որևէ դատականատյան, որը կառնչվի արցախահայերի խնդրին, ամրագրելու է արցախցիների իրենց տուն վերադառնալու իրավունքը, բայց այս իրավունքը պետք է ունենա գործնական ասպեկտ եւ հետ վերադարձը ենթադրում է արժանապատիվ վերադարձ, ապահով վերադարձ եւ վերադարձ մի վայր, որտեղ անձը կարող է պահպանել իր ինքնությունը։ Իսկ ինքնությունը արտահայտված է մշակույթում, կրոնում եւ այլ, տարերով։ Հիմա եթե մենք վերացնում ենք ինքնությունը արտահայտող տարերը, մենք այլևս չենք կարող ունենալ վերադարձ որպես արցախահայ։ Վերադարձը կարող է լինել փոփոխված ինքնությամբ, այլ պատկանելիությամբ, ինչը հանգեցնելու է ասիմիլյացիայի։ Իմ գնահատմամբ Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է վարում, որպիսի անգամ իրավական ամրագրումների պարագայում անհնարին դարձնի հայերի վերադարձը որպես էթնիկ հայեր, որոնք պետք է հենց այդ ինքնության մեջ կարողանան բնակվել իրենց ծննդավայրում։ Եվ նման միջադեպերի կրկնությունը հետագայում ինչ ճանապարհներով կարող ենք կանխել, եթե իհարկե կան այդպիսիք։ Ցավոք սրտի միջազգային մեխանիզմները նման տենց բացահայտ կոպտագույն անմարդասեր վարքագծից չեն կարողանում պաշտպանել, այսինքն պաշտպանությունը գործում է այն պարագայում, երբ մենք ունենք համագործակցող եւ միջազգային իրավակարգ հարգող պետություն, օրինակ, ինչպես գիտեք, նույն այդ մշակութային կրոնական կոթողները գտնվում են Արդարադատության միջազգային դատարանի անհապաղ միջոցների պաշտպանության ներքո եւ մենք ունենք խտրականության կոնվենցիայի հիմքով դատական վեճ Ադրբեջանի դեմ։ Թվում է, որ այս գործընթացը ինքնին պետք է սահմանափակեր Ադրբեջանի իշխանությունների գործելակերպը, սակայն քաղաքական օգուտները այնքան մեծ են եւ հավակնությունները այնքան մեծ են, որ նրանք պատրաստ են զոհաբերել հեղինակություն եւ բազմաթիվ այլ բաներ այս քաղաքական խնդիրները լուծելու համար փորձեր եղել են գործարկել եվրոպական դատարանին, պարզապես դատարանի ստանդարտները շատ խիստ են եւ անհապաղ միջոցներ կիրառում են այն պարագայում, երբ կյանքին սպառնացող անմիջական վտանգ կա, ցավոք մշակութային կրոնական կոթողների մասով այս նախադեպերը զարգացած չեն, ես հույս ունեմ, որ դատարանն էլ կվերանայի իր ստանդարտները, սակայն այս պահի մեխանիզմները, որոնք կան, իմ գնահատմամբ կանխող չեն, դրանք ընդամենը բացահայտող եւ հետագա պատժողականությունը ապահովող գործիքներ են, ռեալ կանխարգելում ցավոք սրտի մենք այս պահին չենք կարողանում իրականացնել։ Շնորհակալ եմ Տիկին Սահակյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Միեդում հայ ռազմագերիների ներկայացուցիչ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ Կհանդիպենք։